Բարև ձեզ, այսօր միասին ուսումնասիրելու ենք Առաջի թագավորաց 29 և 30 գլուխները։ Այս գլուխներում տեսնում ենք, թե ինչպես է Աստված փրկում Դավիթին իր իսկ սխալ որոշման հետևանքներից և ինչպես է կորուստը վերածում մեծ հաղթանակին։ Այս ամենի մեջ ավելի հստակ տեսնում ենք Հիսուս Քրիստոսի փրկարար ձեռքն ու վերականգնող շնորհը։ 29-րդ գլխում Դավիթը պատրաստվում էր փղշտացիների հետ միասին պատերազմել Իսրայելի դեմ։ Սակայն փղշտացիների իշխանները չվստահեցին նրան և պահանջեցին, որ նա վերադառնա Սիկելագ։ Առաջին հայացքից սա մերժում էր, բայց իրականում Աստծո պաշտպանությունն էր։ Եթե Դավիթը մասնակցեր այդ պատերազմին, նա կհայտնվեր անհնարին իրավիճակում, ստիպված լինելով կռվել իր ժողովրդի դեմ։ Այս պատմության մեջ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսին որպես մեր բարի հովիվ, ով պաշտպանում է մեզ նույնիսկ այն վտանգներից, որոնք մենք ինքներս չենք տեսնում։ Դավիթը չէր հասկանում, թե ինչու իրեն հետ ուղարկեցին, բայց Աստված արդեն պատրաստում էր նրա փրկությունը։ Հաճախ մեր կյանքում փակված դռները պատիժ չեն, այլ Աստծո պաշտպանությունն են։ Եթե այսօր որևէ դուռ փակվել է քո առաջ, մի շտապիր հուսահատվել։ Հնարավոր է, որ Աստված հենց այդպես է պաշտպանում քեզ մի վտանգից, որը դու դեռ չես տեսնում։ Ուղղակի վստահիր, որ նրա ծրագրերը միշտ ավելի բարձր են, քան մեր պատկերացումները։ Առաջի թագավորաց 30-րդ գլուխը, երբ Դավիթը վերադառնում է Սիկելագ, տեսնում է, որ ամաղեկացիները այրել են քաղաքը և գերեվարել բոլոր կանանց, երեխաներին ու ունեցվածքը։ Դավիթի մարդիկ այնքան վշտացած էին, որ նույնիսկ ցանկանում էին քարկոծել նրան։ Բայց Աստվածաշունչը ասում է, Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Դավիթը նախ հարցրեց Աստծուն, հետո միայն գնաց պատերազմի։ Աստված նրան խոստացավ հաղթանակ և Դավիթը վերադարձրեց ամեն ինչ։ Ոչ մի մարդ չկորավ, ոչ մի երեխա չմնաց գերության մեջ և ամբողջ ավարը վերադարձվեց։ Այս պատմության մեջ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես մեր վերականգնող փրկիչը։ Մեղքը գողանում է, սատանան կործանում է, բայց Հիսուսը վերադարձնում է կորցրածը։ Նա կարող է վերականգնել խաղաղությունը, հույսը, հարաբերությունները և նույնիսկ այն տարիները, որոնք թվում է անվերադարձ կորել են ներողություն։ Եթե զգում ես, որ կյանքումդ ինչ-որ բան կորցրել ես, խաղաղություն, ուրախություն, հարաբերություններ կամ նույնիսկ տարիներ, հիշիր, որ Հիսուսը վերականգնող Աստված է։ Քո առաջին քայլը պետք է լինի, ինչպես Դավիթն զորացավ Տիրոջով և հարցրեց նրա կամքը, Աստված դեռ կարող է փոխել քո պատմության ավարտը։ Ամեն։ Աստված օրհնի քեզ, սիրելիներ, եթե դուք ունեք ձեր կարծիքները մեկնաբանություններում կարող եք գրեք, կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես օրհնվեն և Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում, Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Ամեն։